Հիսուսն ասաց նրան. մի մարդ մեծ ընթրիք սարքեց և շատերին հրավիրեց։ Ընթրիքի ժամանակ իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. եկեք, որովհետև ամեն ինչ արդեն պատրաստ է։ Եվ բոլորն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինը նրան ասաց. ագարակ եմ գնել, պետք է գնամ այն տեսնեմ, խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր։ Դա ծիծաղելի արդարացում է, ով է գնում մի կտոր հող առանց այն նախապես տեսած լինելու։ Հիսուսն ասաց. 5 լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ դրանք փորձեմ, խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարիր։ Ով է գնում եզների լուծը առանց նախապես փորձելու, հասկանում եք, դա պարզապես արդարացում է։ Մյուսն էլ ասաց. կին եմ առել, նրա համար չեմ կարող գալ։ Ծառան եկավ, այս բաները պատմեց իր տիրոջը։ Այն ժամանակ տանտերը բարկացած իր ծառային ասաց. Եվ ուշադրություն դարձրեք արձագանքին, երբ հրավերը մերժվում է, դա միշտ զայրույթի է հանգեցնում։ Բարկացած իր ծառային ասաց. շուտ գնա քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղերին, կաղերին ու կույրերին այստեղ բեր։ Ծառան ասաց. Տեր, ինչ հրամայեցիր եղավ և դեռ էլի տեղ կա։ Եվ Տերը ծառային ասաց. դուրս արի ճանապարհներն ու արահետները և ստիպիր, որ գան, որպեսզի իմ տունը լցվի։ Որովհետև ասում եմ ձեզ, որ հրավիրված այն մարդկանցից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի։ Հիմա ինչ կիրառում սա ունի մեզ համար։ Ինչպես հասկանում եմ, սա խորհրդանշում է դարաշրջանի վերջը։ Արտոնյալները հրյա ժողովուրդը չեն, արտոնյալները քրիստոնեություն դավանողներն են։ Եվ նրանք սարսափելի վտանգի տակ են թույլ տալու նույն սխալը, ինչ հրյաները նախաճաշի ժամանակ, ենթադրելով Աստծու հետ հարաբերություններ, որոնք սակայն իրական չէին։ Եվ այն պահից, երբ նրանք ստացան հրավերը, իրենք իրենց զբաղեցրեցին այլ գործերով։ Անշարժ գույք, բիզնես, սոցիալական հարաբերություններ, բայց նրանք պարզապես պատրաստ չէին արձագանքել հրավերին։ Նրանք չափազանց զբաղված էին։ Արդյոք դա նման է մեզ ծանոթ մարդկանց։ Արդյոք դա չի հիշեցնում մեզանից ոմանց։ Տեսեք, Հիսուսն ասաց իր գալուն նախորդող օրերի մասին, և ես պարզապես կկարդամ Ղուկասի 17:26-ից։ Եվ ինչպես որ Նոյի օրերին եղավ, այնպես էլ մարդու որդու օրերին կլինի։ Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ։ Ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։ Նույն ձևով, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ, ուտում էին, խմում, առնում էին, վաճառում, տնկում էին, կառուցում։ Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից հուր ու ծծումբ տեղաց և բոլորին կորստյան մատնեց, նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ մարդու որդին հայտնվի։ Դա Հիսուսի վերադարձի օրն է։ Որն էր Նոյի և Ղովտի օրերի մարդկանց խնդիրը, համաձայն այստեղ գրվածի։ Ամուսնացան, կնության տվեցին, կերան, խմեցին, շինեցին ու տնկեցին, առան ու ծախեցին։ Այդ արարքներից որևէ մեկում մեղսավոր բան կա։ Ոչ։ Դրանք բոլորն էլ օրինական են։ Որն էր խնդիրը։ Նրանք այնքան էին տարվել դրանցով, որ պատրաստ չէին այն ամենին, ինչ Աստված էր պատրաստվում անել։ Ամփոփեք այդ խնդիրը մեկ բառով՝ մատերիալիզմ կամ նյութապաշտություն։ Արդյոք դա խնդիր է, որն ազդում է այս ազգի և արևմտյան այլ ազգերի քրիստոնյաների վրա։ Այո։ Մենք ստացել ենք հրավերը, մենք լսել ենք Հիսուսի, խաչի և ավետարանի մասին։ Մենք եկեղեցու անդամներ ենք, բայց այս պահին մենք ունենք շատ այլ հետաքրքիր և ոգևորիչ անելիքներ։ Մենք ուզում ենք գումար աշխատել, ուզում ենք ինքներս մեզ հաճույք պատճառել։ Ինչ պատահեց։ Նրանք չեկան։ Իսկ ինչպես արձագանքեց խնջույքի հեղինակը, թագավորը։ Նա զայրացավ։ Նա ասաց. արագ դուրս եկեք փողոցներ և արահետներ, ներս բերեք նրանց։
Մարդիկ, ովքեր երբեք չեն մտել եկեղեցու դռնից ներս, մարդիկ, ովքեր ոչինչ չգիտեն քրիստոնեության մասին, պարզապես դուրս եկեք եւ բերեք նրանց։ Նրանք ներս բերեցին, բայց տեղը չլցվեց։ Ուստի թագավորը երկրորդ անգամ ասաց. «Դուրս եկեք դեպի մայրուղիները եւ ճանապարհները, որքան կարող եք, եւ ստիպեք նրանց ներս մտնել»։ Գիտեք, որ դա այն է, ինչ տեղի է ունենում այսօր, ես դրա վկան եմ։ Շատ դավանող քրիստոնյաներ պատրաստ չեն գալ խնջույքին։ Նրանք ավելի շատ հետաքրքրված են այլ բաներով։ Նրանք կարծում են, որ եթե նստեն եւ լսեն քարոզը 45 րոպե, դրանով Աստծուն լավություն են անում։ Չինաստանում նրանք ձեզ լսում են 6 կամ 7 ժամ։ Նույնիսկ մի դեպքում նրանք գողացան քարոզչի ուղեբեռը, խլեցին նրանից, որպեսզի նա չկարողանար հեռանալ։ Նա ավարտեց քարոզչությունը գիշերը ժամը 11-ին, իսկ առավոտյան ժամը 5-ին նրանք պատրաստ էին աղոթքաժողովին։ Հաջորդ առավոտ ասեցին. «Մենք բավականաչափ չենք լսել, ուզում ենք ավելին լսել»։ Ես եղել եմ երրորդ աշխարհի այնպիսի վայրերում, որտեղ նրանք նստում էին նեղ նստարանների վրա, ընդամենը մոտ 6 մատնաչափ լայնությամբ։ Դու խոսում էիր նրանց հետ 3-4 ժամ, եւ երբ սկսում էիր ավարտին հասցնել, եւ նրանք ասում էին. «Ինչու ես կանգ առնում»։ Մենք բավականաչափ չենք լսել։ Նույնիսկ Հունգարիայում Ռութը նշեց Հունգարիայի այդ եկեղեցին, նրանք այնքան հալածված էին, որ ստիպված էին գաղտնի հանդիպել։ Նրանք փակեցին իրենց շենքը եւ փակեցին պատուհանները, հետո նրանք սկսեցին երկրպագել Աստծուն։ Նրանք բառացիորեն նստում էին նեղ նստարանների վրա եւ երկրպագում էին 1-2 ժամ, մինչ դու կպատրաստվեիք քարոզել նրանց։ 5-6 ժամը կարճ ժողով էր նրանց համար, հասկանում եք։